Շնորհակալություն Տիկին Ավանեսյան մանրամասն ներկայացնելու համար։ Ինձ հետևել հարցն է հետաքրում։ Այն խմբերը, որոնք պետության հաշվին պետք է առողջապահական ապահովագրություն ունենան 65+0-18 հաշմանդամություն ունեցող եւ այլն, ռեզիդենտության հարցում սա նրանց վրա տարածվում է, ասենք օրինակ թոշակառուն, որ 183 օրից պակաս է ապրել Հայաստանում, նա իրավունք ունենա ապահովագրությունից օգտվել, թե չունենա, սա մեկ հարց։ Եվ երկրորդ հարցը խնդրում եմ ուղղակի մեր քաղաքացիների համար, որպեսզի պարզ լինի, հասկանանք, թե ասենք այդ գումարը ապահովագրության աշխատող մարդկանց համար 200,000 պլյուս աշխատավարձ ստացողների կամ մինչև 500,000, 501 միլիոն եւ այլն նախ տարբերակումները ինչու են պայմանավորված, երկրորդ ինչպես է դա վճարվելու, գործատուն է վճարում, թե քաղաքացին է վճարում, թե գործատուն վճարում է, քաղաքացու սպառվում է, այդ մեխանիզմը ինչպես է, այսինքն քաղաքացին ինչպես է այդ իմանալու, որ ինքը արդեն վճարել է եւ ապահովագրության կարող է շահառու լինել։ Շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, այո, ռեզիդենտությունը պարտադիր պահանջ է բոլոր այն քաղաքացիների համար, ում համար պետությունն է վճարում, թե երեխաների, թե 65+ տարիքի անձանց համար։ Այո, ուրեմն կան անձինք, որոնք մշտական բնակությամբ Հայաստանում չեն եւ նրանք ապահովագրական համակարգում ըստ էության չեն ներառվում, որովհետեւ այս 183 օրվա պահանջը չեն կարողանում ապահովել։ Ուզում եմ ասել, եթե մնան Հայաստանում, ինչին մենք շատ ուրախ ենք, ապա այո, նրանք էլ կօգտվեն ապահովագրական համակարգից։ Եվ հաջորդիվ ուրեմն տարբերակումները աշխատավարձի, երբ որ մենք տարբեր խմբեր ենք նշում, մեկն է, որովհետև մենք ունենք սուբսիդավորման տարբերակված համակարգ, այսինքն պետությունը նաև սոցիալական արդարության սկզբունքը պահելու համար 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար, եթե անձը սոցփաթեթի շահառու չէ, ապա 6,000 դրամ ամսական սուբսիդավորում է իրականացնում։ Բացի դրանից, նրանց զինապահին ուղղվող նախկինում գումարները կրճատվել են, դարձել են 1,000 դրամ, մնացած խնայողությունը եւս կարող է ուղղվել առողջության, ոչ թե կարող է, այլ ուղղվում է առողջության ապահովագրությանը։ Սոցփաթեթի շահառուները պետությունը արդեն 6,000 դրամ ուներ սուբսիդավորման հատված, որի մասով հնարավորություն է ավելացրել, որ դրանք եւս ուղղվեն առողջության ապահովագրությանը։ 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար ուրեմն այդ սոցկրեդիտները եւս գործելու են արդեն 27 թվականին կկարողանան հետ ստանալ իրենց եկամտահարկից սոցկրեդիտների շրջանակներում, բացի դրանից նաեւ նորից զինապահի խնայողությունները կոնկրետ նրանց արդեն ուղղվում է առողջության ապահովագրությանը։ 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացողների համար կգործի սոցկրեդիտի վերադարձի տարեկան 50,000 դրամի չափով մեխանիզմը։ Այս է, որ մենք, տեսեք, ինչքան մարդու եկամուտները նվազեն, պետության սուբսիդավորման չափը շատ ավելի մեծ է։